Ես ուզում եմ խոսքը սկսել առաջի Պետրոս 5-րդ գլխի 8-րդ խոսքից, որտեղ գրված է հետևյալը. Զգոյ եղեք, արթուն եղեք, որովհետև ձեր թշնամին սատանան մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում թե ում կուլ տա։ Մի անգամ ևս կարդամ. Զգոյ եղեք, արթուն եղեք, որովհետև ձեր թշնամին սատանան մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում է թե ում կուլ տա։ Ինչու է կայանում այս զգուշացումը, ինչու է կայանում վտանգը, այս զգուշացման, որ Սուրբ Գիրքը մեզ ուղղակի կարծես թե զգուշացնում։ Խոսքը, որ այդպես անվանել եմ, կոչվում է զգոյ եղեք և արթուն եղեք։ Ուրեմն մենք ապրում ենք մի ժամանակահատվածք, որտեղ պետք է եկեղեցին ավելի քան երբևիցե զգոն լինի և արթուն լինի։ Որովհետև կա մի թշնամի, որ մռնչացող առյուծի պես պատեպատ է կպած և նա փնտրում է մարդիկ, որպեսզի նրանց կուլ տա։ Դու մի թշնամի ունես, որը ունի ավելի քան 6000 տարվա փորձառություն։ Ես նրան որևիցե ձևով չեմ փառավորում, բայց փորձառություն ունի այդ թշնամին։ Նա առաջին իսկ օրից կարողացավ Աստծո նմանության և պատկերով ստեղծած մարդուն Ադամին և Եվային խաբի, մոլորեցնի, գայթակղեցնի։ Եվ նա ունի փորձառություն խաբելու, մոլորեցնելու և գայթակղեցնելու։ Եվ այդ փորձառությունը նա դարեր ի վեր օգտագործում է։ Եվ դարեր ի վեր քիչ չեն դարել վերստին ծնված քրիստոնյաներ նրա զոհը և նրա գերին, որոնց մոլորեցրել է, խաբել է և տարել է մոլորության ու խաբկանքի ճանապարհով։ Եվ այսօր այդ թշնամին նույն ձևով մռնչացող առյուծի պես մարդիկ է փնտրում։ Գիտեք, շատ հետաքրքիր է, որ Սուրբ Գիրքը կարծես թե երկու առյուծների մասին է խոսում։ Մի առյուծի մասին ասում է, որ այն մի առյուծը Հուդայի ցեղի առյուծն է։ Ինձ դուր է գալի Հուդայի ցեղի առյուծը։ Ես պաշտում եմ Հուդայի ցեղի առյուծին, որը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Եվ այդ Հուդայի ցեղի առյուծը մռնչացող չի։ Ինչի չի մռնչացող, որովհետև Հուդայի ցեղի առյուծը Գողգոթա նռան վրա վիրավորեց, գլուխը տրորեց այն առյուծի, որը այսօր մռնչում է։ Եվ այդ առյուծը մռնչացող նա վիրավոր մի հատ առյուծ է, նա վրեժխնդրության դառը ցավ ունի իր մեջ, որովհետև նրանք, ովքեր որ ընդունել են Հուդայի ցեղի առյուծին, նա նրանց չի սիրում մռնչացող առյուծը։ Եվ դա է պատճառը, որ մռնչացող առյուծը փորձում է Հուդայի ցեղի ծնված առյուծի որդիներին կուլ տա։ Եվ շատ ժամանակ նրան հաջողվում է։ Ինչի համար, որովհետև որոշակի Հուդայի ցեղի առյուծի որդիները նրանք թույլ են տալիս այդ բանը անելու։ Մենք այսօր ապրում ենք մի այդպիսի ժամանակահատվածք, որ այս երկիրը լի է մարտահրավերներով և այդ մարտահրավերները օրը օրի սաստկանում է, չարանում է և եկեղեցու վիճակը օրը օրի դժվարանում է։ Եթե նախկինում եկեղեցիները մտածում էին, որ հալածանք գա և հալածանքի միջոցով եկեղեցին ավելի ամուր կանգնի, այսօր հալածանքները կարծես թե չեն եղնում, ինչի համար, որպեսզի գիտեք, թշնամին հասկացել է մի բան, որ հալածանքով սրանք ավելի են ամրանում, ավելի են ուժեղանում, ավելի են զորանում։ Մեր հալածանքներ չվերեն այս հավատացյալների կյանքի մեջ, որ նրանք ավելի չամրանան, մեր նրանց կյանքը փափկացնեմ, մեր նրանց կյանքը ավելի հեշտ դարձնեմ, թող հեշտ փող աշխատեն, թող շատ լավ ապրեն, թող շատ լավ մեծահարուստներ դառնան և մեծ հոգսեր կդնեն նրանց վրա և այս հոգսերով, այս բոլոր բաներով ինքը կարծես թե փորձում է այդ մռնչացող առյուծը ինչ-որ մի փոքր ճեղքվածք գտնի վերստին ծնված քրիստոնյայի կյանքի մեջ և օգտագործի դա, որպեսզի նրան տանի դեպի այն մոլորությունը և այն խաբկանքը, որը ինքը պատրաստել է նրանց համար։ Գիտեք, մի քանի անհանգստացնող բաներ կան,
որոնք ասենք, որոնց շուրջ ես այսօր ուզում եմ մի փոքր ձեզ հետ կիսվեմ, որովհետև դրանք իրոք այն թեմաներն են, այն ոլորտներն են, որ լուրջ պետք է բոլոր եկեղեցիներին անհանգստացնի եւ բոլոր քրիստոնյաները սրա մասին պետք է խորհեն, մտածեն։ Մենք իրանք չունենք չխորհելու եւ մտածելու, որովհետեւ եթե մենք լուրջ չլինենք, եթե մենք զգոն չլինենք եւ արթուն չլինենք, մենք խնդիրներ կունենանք։ Դրա համար Տերը ուզում է, որ իր եկեղեցին, իր ժողովուրդը զգոն լինի եւ արթուն լինի։ Եվ որոնք են, ասենք, այդ անհանգստությունները, որ կան, երկրորդ Թեսալոնիկեցիս երկրորդ գլուխ 3-րդ խոսքը այսպես է ասում. Չլինի թե մեկը ձեզ ինչ-որ ձևով խաբի, քանի որ այդ օրը չի գա, մինչև նախ չգա Տիրոջից հեռացումը եւ հայտնվի մեղքի մարդը, կորստյան որդին։ Որոշ թարգմանություններում այսպես է ասում. ուրեմն այդ ժամանակները չի գա, եթե նախ չլինի ապստամբությունը։ Ռուսերեն թարգմանությունում ասում է «Не придет прежде отступление». Հետա դարձը, հետ նահանջը։ Ուրեմն առաջի բաժինը ասում է Տիրոջից հեռացումը պետք է լինի։ Տիրոջից հեռացումը։ Ուրեմն Տերը չի գա, խոսքը գնում է Տիրոջ գալստյան մասին, եւ ասում է թող որևիցե մեկը ձեզ չխաբի, այդ օրը չի գա, Տիրոջ գալուստը չի լինի, մինչև նախ չլինի հետ նահանջը։ Ում հետ նահանջը, ով պիտի հետ նահանջի։ Մենք ապրում ենք այն ժամանակահատվածի մեջ, որ այս վտանգը կա այսօր եկեղեցու կարծես թե ուսերի վրա կամ գլխին կախված, որ եկեղեցին այսօր շատ լուրջ հետնահանջ կարող է ունենալ եւ ունենում է։ Մենք երբ որ ասում ենք եկեղեցին, մենք դա չենք հասկանում միայն Հրազդանի, ասենք, ձեր եկեղեցին, որի հավաքովիվը մեր արտավազդ եղբայրն է։ Երբ որ մենք ասում ենք եկեղեցի, մենք նկատի ունենք տիեզերական եկեղեցին։ Եվ տիեզերական եկեղեցու մեջ մտնում են շատ այլ ուղղություններ։ Այդ ուղղություններից են կաթոլիկ եկեղեցին, այդ ուղղություններից են բողոքական եկեղեցիները, այդ ուղղությունից են ուղղափառ եկեղեցիները, այդ ուղղություններից են հայ առաքելական եկեղեցին եւ նման այլ եկեղեցիներ, որոնք որ կան։ Եվ այս բոլոր եկեղեցիները համընդհանուր կոչվում է եկեղեցի, որովհետև դրանցից ամեն մեկը իրան համարում է Քրիստոսի եկեղեցի։ Եվ Սուրբ Գիրքը ասում է, որ հենց այս եկեղեցիներից կսկսվեն այդ հետնահանջները, որովհետև եկեղեցու մեջ կգան այդ հետնահանջի քայլեր անողները, այդ մոլորություններ բերողը, այդ նոր ուսմունքներ բերողը, ուսմունքներ, որոնք կարող են Աստծո ժողովրդին հետ պահել այն ճշմարտությունից եւ այն ճշմարիտ ուսմունքից, որը Սուրբ Գիրքը մեզ ներկայացնում է։ Դուք գիտեք, որ այսօր կաթոլիկ եկեղեցին ինքը ասում է, որ կաթոլիկ եկեղեցին հայտարարում է, որ Սուրբ Գիրքը դա այդքան էլ ճիշտ թարգմանություն չի, եւ դա շատ հին թարգմանություն է, եւ Սուրբ Գիրքը պետք է այդ թարգմանությունը փոխել, որովհետեւ Սուրբ Գրքում շատ բաներ կան, որ դրանք չեն համապատասխանում ճշմարտությանը եւ իրականությանը։ Եվ Հռոմի, ասենք, Պապը հայտարարում է, որ հայ մեր աղոթքը պետք է փոխվի, որովհետև հայ մեր աղոթքը ճիշտ աղոթք չի։ Հայ մեր աղոթքի մեջ սխալ բաներ կան, մտքեր կան, որոնք պետք է փոխվեն։ Չի կարելի հայրերում ասել՝ մի տանի մեզ փորձության, հապա չարից մեզ ազատի։ Դա պետք է հանել Սուրբ Գրքից, հայ մեր աղոթքից։ Հետո կաթոլիկ եկեղեցին ասում է, որ այսօր ոչ թե Սուրբ Գիրքը ոչ թե մի փրկչի է ներկայացնում իրականում, այլ Սուրբ Գիրքը մի քանի փրկիչների է ներկայացնում, որի մասին մենք դա չենք տեսնում Սուրբ Գրքում, դա պետք է շտկել եւ ուղղել։ Եվ այսօր լուրջ աշխատանքներ են տանում այդ եկեղեցիները, որպեսզի այդ փոփոխությունները մտցնեն իրենց գրքերի Աստվածաշնչի մեջ։ Այսինքն, որպեսզի ոչ թե լինի մի փրկիչ, այլ մի քանի փրկիչ։ Եվ մենք տեսնում ենք, որ այս անօնության խորհուրդը իրոք զարգանում է, որովհետև երբ որ մենք կարդում ենք Թեսալոնիկես երկրորդ գլուխ 7-րդ խոսքը, մենք տեսնում ենք այնտեղ, որ անօնության խորհուրդը զարգանում է, բայց այդ անօնության մարդը չի կարողանա հայտնվի
մինչև խանգարողը մեջտեղից չվերցվի։ Ուրեմն մի հատ խանգարող պետք է ուժ եղնի, որը թույլ չի տա, որ այդ անոնության մարդը իր ժամանակին գա։ Եվ իրեք այդ խանգարողը ովքեր պետք է լինեն։ Այդ խանգարողը պետք է լինեն նրանք, ովքեր որ զգոն են և արթուն են։ Որովհետև միայն եկեղեցու մեջ այն մարդիկ, այն եկեղեցիները, որոնք զգոն են և արթուն են, նրանք թույլ չեն տա, որ անոնության մարդը շուտ գա։ Ինչի համար, որովհետև նրանք խանգարողներ են։ Որովհետև նրանք կխանգարեն անոնության մարդին։ Ուրեմն այդ խորհուրդը ինչ անում, զարգանում է, բայց չպետք է կատարվի մինչև որ մեջտեղից վերցնի նա, ով արգելում է։ Ուրեմն մենք մի փոքր մի քանի ոլորտների մասին մենք խոսենք, մի քանի ոլորտների մասին մենք ուղղակի շոշափենք։ Այսօր ինչ է կատարվում ընդհանուր աշխարհում և եկեղեցիներում։ Եվ որ մենք նայում ենք ինչ է կատարվում, ես երբ որ ուսումնասիրում եմ ինչ է կատարվում ընդհանուր աշխարհում, ես հասկանում եմ, որ այսօր քան երբևից եթե Հիսուս Քրիստոսի գալուստը մոտեցել։ Այսօր այնքան է պարզ հնչում և լսվում Տեր Հիսուս Քրիստոսի ոտքերի ձայնը, որ մի փոքր ուշադիր լսես, կտեսնես, որ գալիս է մեր Տերը։ Նա գալիս է։ Որովհետև, գիտեք, ամեն նշան, ամեն բան խոսում է մենակ մի բանի մասին, Տերը գալիս է։ Բայց Տերը իրականուց առաջ ուզում է տեսնի մի հատ այնպիսի հզոր եկեղեցի, զորավոր եկեղեցի, որ այդ զորավոր և այդ հզոր եկեղեցին արթուն է և զգոն է։ Գիտեք, նախկինում երբ որ կառուցում էին քաղաքներ, քաղաքի 4 կողմը կառուցում էին մեծ պարիսպներ։ Եվ այս պարիսպների վրա դնում էին կետեր, որտեղ որ պահակները, պահակի կետեր էին դրանք, որտեղ պահակները գիշեր և ցերեկ 24 ժամ նրանք հսկում էին, նրանք կայնած էին այդ կետերի վրա, այդ պահակակետերի վրա և նրանք նայում էին, հսկում էին, որ թշնամին հանկարծ չգա, թշնամի մարդ հանկարծ չմոտենա իրենց քաղաքին, իրենց ամրոցին։ Գիտեք, երբ որ Տերը ասում է ազգոն եղեք և արթուն եղեք, դա կարծես թե նման է այն քրիստոնյաներին, որոնք որ իրանք կառուցել են իրանց եկեղեցու հետ միասին այդ պարիսպները, ամուր պարիսպները և իրենք կանգնած են այդ պարիսպների ամրոցների վրա և գիշեր ցերեկ աղոթքով, ծովապահությունով, Սուրբ գրքին հետևելով, Աստծո խոսքը կարդալով, Աստծո կամքը կատարելով հսկում են 24 ժամ, որ հանկարծ թշնամի մարդ, թշնամի անձնավորություն չմոտենա իրենց տանը, իրենց ամրոցին, իրենց քաղաքին։ Այսօր Աստված ուզում է այսպիսի մի հատ հիասքանչ եկեղեցի տեսնի։ Աստված ուզում է այսպիսի հզոր ժողովուրդ տեսնի։ Ժողովուրդ, որոնք անտարբերության մեջ չեն։ Ամեն։ Ժողովուրդ, որոնք իրոք հասկանում են կարևորությունը արթուն մնալու և հասկանում են կարևորությունը զգոն լինելու։ Ղուկաս ավետարանում 8-րդ խոսքում այսպես է ասում Աստծո խոսքը, իսկ երբ որ մարդու որդին գա, արդյոք հավատք կգտնի։ Ինչքան կարևոր հարցադրում է, գիտեք մի քանի կարևորագույն հարցադրումներ, որ Սուրբ Գիրքը անում է։ Օրինակ, ասում է, որ վերջին ժամանակները անօրենությունը շատանալու պատճառով շատերի սերը պիտի պաղի։ Սա ում մասին է ասում, եկեղեցու, Աստծո ժողովրդի։ Այսօր երբ որ եկեղեցու մարդիկ մի փոքր նեղանում են իրենց եկեղեցու ժողովրդից, անդամներից ասում են, մենք գնում ենք այս եկեղեցուց, ասում ես ինչ ես գնում, եղբայր ջան, քույրիկ ջան, այս եկեղեցում սեր չկա։ Լսել եք էջ այդպիսի բաներ, որ ինչ-որ մեկը բողոքում է, որ այս եկեղեցում սեր չկա։ Ամեն գիտենք, որ սերը պակասել է, ինչի համար, որովհետև անօրենությունն է շատացել։ Ուրեմն Սուրբ Գրքի խոսքը կատարվում է, Աստծո խոսքը կատարվում է, անօրենությունը շատանում է, սերը պակասում է, բայց այս սերը ավելացնողները մենք ենք։ Եթե դու տեսնում ես, որ սերը պակասում է, դու շատ սիրի։ Եթե տեսնում ես սերը
Եղբորդ քրոջդ կյանքի մեջ շատ պակաս է, գնա այդ եղբորդ այդ քրոջդ այնքան շատ սեր ցույց տու, ասա եղբայր ջան, քուր ջան, այս սենց ապել սիրի։ Ոչ թե բողոքի որ սեր չկա։ Հետո Տիրոջ խոսքը ասում է, որ գամ հավատքը գտնեն։ Սերով լուրջ հարցը հավատքները կգտնի։ Այսօր գիտեք հետաքրքիր բաներ ա կատարվում։ Օրինակ, այս վերջերս շատ ահավոր հիվանդության ալիք բարձրացավ ամբողջ Հայաստանով մեկ։ Ես ուշադիր հետևում եմ, տեսնում եմ քրիստոնյաները ինչով են զբաղված։ Հենց քրիստոնյաները ասենք հիվանդանում են, մեկը մյուսին զանգում են։ Վայ, Մարետ ջան, լավ, ինչ ասենք, մի հատ ուրիշ անուն ասենք։ Սիրուն ջան, այդ հիվանդացել ես, իմացել եմ, հա։ Հա, գիտես ես էլ էի հիվանդացել։ Գիտես ինչ արեցի։ Ապտեկայում ես ինչ լավ դերերն են վաճառում։ Գնացի առա, երկու հատ առավոտը խմի, երկու հատ իրիկունը խմի, մի քիչ էլ ես բանել արեցի ու լավացա։ Երբ որ նայում ես բոլոր եկեղեցու պրոֆեսորներ, դոկտորներ, մասնագետներ են ստացվում։ Բժշկական ոլորտի, սա ամեն ինչից գաղափարում է։ Եվ բոլորը իրար խորհուրդներ են տալի, թե ինչ արել։ Եվ երբ որ ուշադիր ուզում ես լսես, որ մեկը Տիրոջ խոսքից մի հատ խորհուրդ կտա, թե չի տա, եթե մի հատ գտնում ես, շատ ուրախանում ես, որ մեկը Տիրոջ խոսքից է խորհուրդ տալի։ Այնքան ես ուրախանում, ասում ես, վերջապես դեռ մի հատ հավատք կա։ Տերը ասում է, որ գամ հավատքը գտնեմ։ Լսեք, մենք երբ որ հիվանդանում ենք, ապտեկի տեղը շատ լավ գիտենք, ապտեկների տեղը շատ, քաղաքում քանի ապտեք կա գիտենք։ Ով գիտի ապտեկների տեղը, մի հատ տեսնենք կա, գիտենք։ Ուրեմն օգտվում ենք այդ ապտեկներից։ Բայց ամենքին տանը քանի հատ աստվածաշունչ կա։ Երևի մի քանի հատ աստվածաշունչ կա։ Ես ես մի բան ասեմ, չգիտեմ, նորություն չեմ ասի, բայց ասեմ էլի։ Ամենաուժեղ ապտեկան դա Սուրբ Գիրքն է։ Ամենաուժեղ դեղամիջոցները ստեղ են գերած, բուժման համար դեղամիջոցները, և ամենաուժեղ դոկտորը բժիշկը, դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Տերը ասում է, որ գամ հավատքը գտնեմ, այսինքն, երբ որ դու հիվանդանում ես, ինչ պետք է անես, քո դոկտորին մոտ պետք է վազես, քո տան բժիշկը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Գնում ես իր ողորմներն են նման, ասում Տեր, ես քո վերքերին այնքան խորը հավատում եմ, այնքան խորը հավատում եմ, քո վերքերի մեջ է ողջ ուժը, զորությունը, կարողությունը, դու ասել ես, որ գաս հավատքը գտնես, ես մի հավատք եմ ցույց տալիս, հավատք ունեմ քո վերքերի զորությանը։ Բուժին։ Ինչի համար։ Որովհետև դեղատոմսը գրված է, անոր վերքերով դուք բժշկված եք։ Սա դեղատոմսն է։ Իսկ նրա վերքերը մեր բժիշկի, բժշկապետի վերքերն է։ Նա վերքեր է գրել, որ մենք հենց հավատանք այդ վերքերին բժշկվում։ Հասկանում եք, ձեր մարմինները ով է Սուրբ Հոգով մկրտված։ Ինչ լավ է, որ մկրտված եք։ Դե մի ձեռը դիրես մարմնիդ ու ասա, սա Սուրբ Հոգու տաճարը, տաճար, Սուրբ Հոգու։ Ինչ եք կարծում, Սուրբ Հոգու տաճարը պետք է խռա, բռա, դռա, ես իմ ճրճռա, ասենց ճռոցով, բռոցով, պրշտոցով, առավոտները վերքեն ասեն, կարբուրյատրըտ, ասենց չխ, 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 թխ, 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 պխ, 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 կապ, չիպ, 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 և այլը, այսինքն կարբուրյատրըտ այդպես մտի աշխատի, սա Տիրոջ Հոգու տաճարն է, ասա ես տաճարը անոր վերքերով պետք է առողջ եղնի, ես սրան եմ հավատում, Տեր, որ դու գաս իմ կյանքի մեջ հավատքը գտնես, հավատքը սենց պարզ բաներից հասկսում, եթե սենց պարզ բաների մեջ մենք հավատք ցույց չտանք, երբ որ բարդ բաները կգան, այն ժամանակ ոնց կարանք հավատք ցույց տանք, սենց պարզ ամենօրյա բաներով, մեր տանը հիվանդացել է, որ գալիս էի տուն, 2 ամիս էր, հենց մտնում էի տուն, ես զգում էի, որ հիվանդության դևերը վրա են տվել ինձ, ամբողջությամբ, սենց այնքան էին մերոնք, սենց հարմարվել ես հիվանդությունների հետ, այս չխկոցի, թխկոցի, պրշտոցի և ամեն ինչի հետ, ասես նայում էի, ասում էի, դե ես չեմ հիվանդանալու,
Ես թույլ չեմ տա ոլորտի իշխանը ինձ մոտենա, ինչի համար, որովհետև պետք է պատերազմ անենք, հավատ ցուցաբերենք, դեմ կացեք սատանային, սատանային որ դեմ ես կենում այդ վաղ դա փախնում, եթե սատանային դեմ չկենաս դա չի փախնի, հիվանդության հետևներին այդ տարբեր տեսակի, մենք չենք նկատում այդ դևերին, բայց այս թվում է դրանք վիրուսներ են, բայց այդ վիրուսներ տարածողների հետևին դևեր են կայնած։ Եվ սրանց ուղղակի տեղը պետք է իմանաս Հիսուսի անունով և թույլ չտաս, որ Տեր Հիսուսի անունով նրանք քո հոգու տաճարի վրա ազդեն, ասա այս տաճարի վրա օդի իշխանի վիրուսները չպետք է ազդեն, ինչի համար, որովհետև այս տաճարի վրա Տեր Հիսուս Քրիստոսի արյան ազդեցությունը պիտի լինի, նրա այրունը պիտի ազդի, նրա արյան զորությունը պիտի ազդի, որովհետև այս տաճարը Աստծո հոգին ընտրել է իր համար որպես բնակավար։ Չգիտեք, որ ձեր մարմինը Սուրբ Հոգու տաճարը։ Իմացեք, Սուրբ Հոգու տաճարը ձեր մարմինը եւ Աստծո հոգին ձեր մեջ կբնակվի։ Այն չէ որ բանը ասում Տիրոջ խոսքը։ Ում ասա քաջալերում որ Տիրոջ հոգին իր մեջ է։ Դե Տիրոջ հոգին սա մի հատ զոր հոգի է, որ այս Տիրոջ հոգին ամեն բան արարում է, ամեն բան ստեղծում է, ամեն բան բերում է իր դիրքի մեջ, իր ձևի մեջ։ Եվ այսօր այս Տիրոջ հոգին երկրի վրա է։ Եվ մեր մեջ է։ Ինչ պարգևներով է այդ Սուրբ հոգին մեր մեջ։ Քանի պտուղ ունի Սուրբ հոգին։ Գիտեք։ Քանի։ 9 պտուղ ունի։ Սուրբ հոգին իր 9 պտուղներով եկել է երկիր։ Երկրորդը, քանի պարգևով է եկել Սուրբ հոգին։ Էլի 9 պարգևներով է եկել Սուրբ հոգին։ Սուրբ հոգին իր 9 պարգևներով որտեղ է։ Երկրի վրա է։ Սուրբ հոգին քանի պաշտոններ է դրել եկեղեցում։ 5 պաշտոններ է դրել եկեղեցում։ Ուրեմն Սուրբ հոգու մեջ է բոլոր այդ 5 պաշտոնները։ Ամեն Սուրբ հոգին ինքը մեզ սովորեցնում է, մխիթարում է, կրթում է, դաստիարակում է։ Սուրբ հոգին ինքը այսօր մեր ուսուցիչն է։ Եվ այսօր այդ Սուրբ հոգին կնքել է քեզ իր կնիքով եւ ապրում է քո մեջ։ Իր 9 պարգևներով, իր 9 պտուղներով եւ բոլոր այն պարգևներով, այն բոլոր զորություններով, որ ինքը ունի։ Եվ այս Սուրբ Հոգու տաճարը դու ես, տաճարի մի քարը, մի մասնիկը դու ես։ Եվ Տերը ուզում է, որ այստեղ հավատք տենա։ Տերը ուզում է, որ այստեղ հավատք տենա։ Գիտեք զարմանալին որն էր, որ 5 օրեր, 6 օրեր, գալիս էի տուն, այս դևերի բանը զգում էի։ Այդ վիրուսները, սենց ոնց են տանը վխտում, սենց այդ դևերը, սենց գնում գալի։ Հենց մտնում էի տուն, մի անգամից կոկորդս սկսում էր ցավել։ Հաջորդ օրը մտնում էի տուն, մեկ էլ հասկանում եք, թե սա ջուր ուզում գնա։ Այն մյուս օրը ուզում էի, մտնում էի տուն, մեկ էլ գիշերը հանկարծ տաքությունս էր բարձրանում։ Այն մյուս օրը, որ գալիս էի արթնանում էի, մեկ էլ հանկարծ սկսում էի հազալ։ Գիտեք եւ ամենը ինչ է անում, Տեր Հիսուս Քրիստոսի անունով դեմ են կենում, սատանա, քո բերած բոլոր այս փորձություններին, չեմ հիվանդանալու, չեմ պարկելու, որևիցե ձևով չես կարա ինձ անկողին գցես, որովհետև Հիսուս Քրիստոսի վերքերը ավելի զորավոր է, քան քո բերած վիրուսները։ Նրա այրունը ավելի զորավոր է ինձ պաշտպանելու համար, նրա անունը ավելի հզոր է ինձ պաշտպանելու համար, քան քո բերած այդ վիրուսները։ Եվ ես սրան հավատացի։ Եվ ինչ եք կարծում, քանի օր տեղի տակ պարկեցի։ Ոչ մի օր։ Վերեք ասենք պարկեցներ, գիտեք 63 տարեկան եմ ես, փոքր չէ։ Այս տարիքում մարդիկ վախում են ամեն ինչից, փրշտոցից են վախում, սիմնդի սարքամներից են վախում, ամեն բանից վախում են, բայց Տերը իմ մեջ է, Սուրբ Հոգին իմ մեջ է, եւ պետք է մենք ուղղակի այս պարզ բաներում հավատք ցույց տանք։ Ամեն։ Ուրեմն ինչ անում այսօր եկեղեցին, իմ համոզմամբ։ Երկու բան անում։ Առաջին բանը կոմպրոմիս անում աշխարհի հետ։ Եվ աշխարհի հետ այսօր շատ մեծ կոմպրոմիս կա եկեղեցու մեջ։ Հատկապես կոմպյուտերի ոլորտում, ինտերնետի ոլորտում։ Եկեղեցու անդամները, ժողովուրդը
չեն են հասկանում, թե ոնց է կամաց ինտերնետի միջոցով աշխարհը կամաց գրավում իր սիրտը, կամաց տեղավորվում իր մեջ, չեն ջոկում, որովհետև սատանան փորձ ունի, փորձառու սատանան է։ Եվ նա հասկանում է, որ մի անգամից քրիստոնյայի, որ գից բռնի խեղդի ասա, հենց է մի ուրացի Հիսուսին չի ուրանա, հենց հիմա հեռացի եկեղեցու չի հեռանա, հենց հիմա թող քո հավատքը չի թողնի, բա ինչ անում, կամաց տեղավորվում է մարդկանց մեջ։ Այսօր ինտերնետը լուրջ ցավ է, և լուրջ պրոբլեմ է, և լուրջ մարտահրավեր է, և լուրջ խնդիր է եկեղեցու համար։ Այսօր ամբողջ եկեղեցու 24 ժամ, բերեք մի հատ հաշվենք, 24 ժամվա մեջ, քանի ժամն ես, որ տալիս ես ամբողջությամբ Տիրոջը։ Որ ունի 24 ժամ, և քանի ժամվա Տերն է, Տեր Հիսուս Քրիստոսը։ Քանի ժամ ես դու կարողանում ընծայես աղոթքին և Սուրբ Գիրք կարդալու։ Գիտեք, զարմանալու նա է, որ 24 ժամ բազմապատկած 7-ով մարդիկ Կիրակի օրը չեն գալիս եկեղեցի ասել, պատճառաբանելով, որ ինչ-որ գործեր ունեին Կիրակի օրը, այսինքն այդ 7 օրվա մեջ, այդ 24 ժամերի մեջ իր խնդիրները չկարողացավ լուծի, նա Աստծո ժամը գողացավ և տարավ իր հապսերը, իր գործերը լուծելու համար։ Եվ իրանք չեն հասկանում այսօր, Աստծո ժողովուրդը չի հասկանում, որ ոնց է, կամաց, մեկի հանդեպ աշխարհի հանդեպ կոմպրոմիս անում, իր սրտի մեջ։ Գիտեք, ընդեղ մի քանի րոպեանոց ռոլիկներ են անընդհատ պտտվում ինտերնետում։ Մի քանի րոպեանոց ռոլիկներ, հետաքրքիր ռոլիկներ են։ Եվ այդ ռոլիկները ամենատարբեր ոլորտին են պատկանում, ամենատարբեր ոլորտին։ Մարդիկ ասում են, դե լավ, մի քանի րոպե է, եւ այս մի քանի րոպեները դառնում են մի քանի ժամ, եւ սրանք շարունակվում են օրերով եւ տարիներով, եւ մարդիկ իրենց ժամանակը ուղղակի փչացնում են, չհասկանալով, որ սա պատերազմը եւ մենամարտ է օդի իշխանի հետ, որովհետեւ այդ մռնչացող առյուծը մանա գալի թե ում կուլ տա, եւ նա ձևերը գիտի կուլ տալու։ Այդ մռնչացող առյուծը ձևերը գիտի ոնց կուլ տա, ոնց կամաց քրիստոնյաներին այնպես անի, որ նրանք կոմպրոմիս անեն աշխարհի հետ։ Գիտեք, այնտեղ ասենք լիքտ են տենց կիսամերկ շորերով աղջիկներ, ես իմ տարբեր այլ բաներ, մարդը մի անգամ նայում, ահա դե լավ մի քանի վայրկյան նայեցի անցա, հետո նորից է նայում, հետո նորից է նայում, գիտես, եւ սա սկսում է կամաց իր բնավորության մի գիծ դառնա։ Ինքը չի հասկանում, որ արդեն կախվել է մի ոլորտի, մի աշխարհի ոլորտից, որ ինքը պետք է իր աչքերը սուրբ պահեր, մաքուր պահեր, եւ այդ պիղծ բաները չնայեր, որովհետեւ Սուրբ Գիրքը ասում է, եթե աչքովդ նայես, սրտումդ ցանկանաս, դու արդեն շնացար։ Այդ շնությունը նայելով, ցանկանալով դառնում է սովորական բան, սկզբում մի փոքր հանդիմանվում է, հետո իր խիղճը խանձվում է եւ խանձված խիղճը էլ իրան չի հանդիմանում, դառնում է սովորական բան։ Նայել, ցանկանալ եւ մեղքի մեջ ապրել։ Մռնչացող առյուծը հնդրում է թե ու կուլ տա։ Եվ այսօր մռնչացող առյուծը իրոք լուրջ խնդիրներ է առաջացնում, որովհետեւ այսօր այդ կոմպրոմիսը կամաց մտնում է մարդկանց սրտի մեջ։ Դրա համար իմ կոչն է եւ իմ խնդրանքն է ձեզ բոլորից սիրելի եղբայրներ, քույրեր, որոնք ինտերնետի հետ մի փոքր լավ հարաբերություններ ունեն։ Ուշադիր եղեք, զգոն եղեք, արթուն եղեք։ Այդ ինտերնետին թույլ մի տա, որ ձեզ սրտերի մեջ աշխարհը բացի։ Թույլ մի տա, որ աշխարհը կամաց տեղափոխվի քո սրտի եւ քո մտքի մեջ, քո զգայարանների տերը դառնա։ Եվ քո զգայարանները, քո աչքերը, քո միտքը սուրբ պահի Տիրոջ համար, որովհետեւ Սուրբ Գիրքը պարզ եւ հստակ ասում է, որ սուրբերը թողել ավելի սրբվեն, արդարները թողել ավելի արդարանան, բայց պիղծերը թողել ավելի պղծվեն։ Ոնց են պղծվելու։ Պղծվելու են այն պիղծ բաները նայելով, պիղծ բաներին տեղ տալով, պիղծ բաներին իրանց սրտերի մեջ տեղավորելով։ Եվ այս պիղծ բաները, երբ որ գան եւ տեղավորվեն մարդկանց սրտերի մեջ, մոլորությունը աշխարհի, կայտակղությունը աշխարհի եւ կոմպրոմիսը աշխարհի արդեն իր մեջ ձևավորվել է, արմատավորվել է։
Դրա համար մենք պետք է թույլ չտանք օդի իշխանին, որ այդ օդի իշխանը իրան լավը զգա։ Գիտեք, շատ ծնողներ իբր թե լավ բան են անում, որ երեխեքը մի փոքր, իրանց երեխեքը փոքր, ասենք 2-3 տարեկան, 4 տարեկան, իրենց քիչ խանգարեն, որովհետև իրանք պետք է տուն մաքրեն, եսիմ ինչ անեն, հանկարծ երեխեն չխանգարի, հեռախոսը դնում են ձեռի մեջ, ասում են, ան, դու զբաղվի սրանով մինչև ես տները մաքրել, ճաշերը սարքել, լսեք, դուք տենց անելով ձեր երեխեքին գցում եք մի հատ ծուղակի մեջ, ցանցի մեջ, որ հետո հանելը շատ դժվար է եղնելու, դուք կապում եք ձեր երեխեքին այս աշխարհի այն գայթակղությունների եւ մոլորությունների հետ, այն կախվածության հետ, այսօր շատերը մտածում են, որ դե ինտերնետ նայելը դա կախվածություն չի, դա ամենամեծ կախվածություններից մեկն է, նարկոմանիայի նման, ալկոհոլի նման եւ խաղամոլության նման դա կախվածություն առաջացնում մարդու մեջ։ Այսօր մարդը եթե ինտերնետի մեջ չլինի, հեռախոսի առաջին չնստի, իր շունչը կգտրի, ինքը պետք է ամեն օր մի քանի ժամ նստի, որ իր ներքին այդ բավարարվածությունը բավարարի ինտերնետային տարբեր այդ TikTok-ներով եւ այլն բաներով։ Հասկանում եք, կոմպրոմիս աշխարհի հետ մի արա, սուրբերը ավելի սրբել, որովհետև առանց սրբության որևիցե մեկը չի կարող տեսնել Տեր Հիսուս Քրիստոսին, Աստծուն չես կարող առանց սրբության տեսնել։ Այսօր եկել են ժամանակի ընթացքը, որ սուրբերը եւ պիղծերը պետք է իրարից տարբերվեն։ Մի հատ գիծ է եղնելու գծված սուրբերի եւ պիղծերի մեջտեղ, նրանք ովքեր որ այս գիծը հատեն, այսինքն սրբության գիծը հաղթեն եւ մտնեն բխծության ոլորտ, նրանք ապականվեցին, պիղծեր ավելի պիտի պիղծեն, անօրեններ ավելի պիտի անօրենանան։ Իսկ Տերը ուզում է, որ իր ժողովուրդը սուրբերը էլ ավելի սրբեն, այսինքն ես գծից էլ ավելի հեռու կայնեն, ասեն չէ, ես ավելի եմ գնում դեպի սրբության, այս ժամանակներն է եկել եւ մենք ապրում ենք այս ժամանակի ընթացքի մեջ։ Եվ նրանք ովքեր որ այս որոշումով կապրեն, նրանք կհաղթեն, նրանք կտեսնեն Տեր Հիսուս Քրիստոսին, նրանք կմասնակցեն այդ գարան խնջույքին, նրանք կմասնակցեն Փեսայի հարսանիքին, նրանք կտեսնեն այդ ուրախությունը եւ օրհնությունը, նրանք ովքեր այսպես չեն ապրի, կոմպրոմիս կանեն աշխարհի հետ։ Ինչ ասեմ։ Տերը ծաղր չի եղնում, եւ Տերը իր խոսքը գետնով չի տա։ Տեր իր խոսքի հետ վկայնած է եւ պահում է։ Երկրորդ բանը դա կրոնական կերպարանքն է։ Եվ ինչ է տեղի ունենում։ Այսօր մարդիկ ունեն Աստված պաշտության ինչ։ Կերպարանք։ Շատ սիրուն կերպարանք ունեն Աստված պաշտության։ Նայում ես արտաքինից շատ աստվածապաշտ են։ Տենց ասում ես Էրնա քո տիրոջը։ Սակայն, ինչի համար են նրանք, ամեն կիրակի ժողովներին կան, ամեն ժողովներին ներկա են, նստած են, և միան ժողով բաց չեն թողնում, ասենք չկա մի բան, որ իրանք չմասնակցեն, և գիտեք, ցավալին որն է, որ զորությունը, այն զորությունը, որ ամենակարևորագույնն է քրիստոնյայի մեջ, այդ զորությունը ուրացել է։ Վեր են ասել իրենց աստվածպաշտությունը կրոնական մի հատ, ասենք, արտաքին դրսևորումներով դու չես կարող Աստծուն հաճեցնել։ Տերը ուզում է տեսնի քո մեջ մի հատ այնպիսի զորություն, դու գիտես զորության մի հատ աղբյուր ես։ Այն հեռուստացույցով ես հրաբուխներ եմ տեսնում, հրաբուխներ։ Այդ հրաբուխները այնքան զորություն ունեն իրանց մեջ։ Այսպես մեկ էլ հավաքում են այդ զորությունը իրանց մեջ, կուտակում են, սկզբում սենց ծուխն է երևում, փոքր ծուխ, հետո այդ ծուխը մեծանում է, հետո այդ սարը սենց սկսում է դղրդալ, ու մեկ էլ այդ զորությունը այնքան է ուժեղանում, մեկ էլ բաբախ, սարը տրաքացնում է, լեռները տրաքում են, ժայռերը տրաքում են, և այնտեղից կրակա դուրս գալի, լավանա դուրս գալի, և իր առաջ ընկած ամեն բան վառելով տանում է։ Իմ Աստվածը մաշող կրակ է, հալելույա։ Այդ Աստվածը, որը որ մաշող կրակ է, գիտեք, Սուրբ Հոգու մասին ասում է, Հովհաննես է, որ ասում էր նա որ գա, նա պետք է մկրտի ձեզ Սուրբ Հոգով և կրակով։ Այսօր Տերը ուզում է մեր մեջ այդ կրակ
կրակի ուժը տեսնի, երբ որ Պենտեկոստեի օրը 120 հոգի այդ Վերնատանը սպասում էին Աստծո հոգու զորությանը, Տեր ասավ, տեղ չգնանք մինչև զորույի վերուր զորությունը չառնենք։ Այդ զորությանը, երբ որ սպասում են այս 120 հոգին, նրանք տխուր էին, տրտուն էին, իրենց պատուհանները փակել էին, դռները փակել էին, իրանք նույնիսկ շշուկով էին խոսում, որ հանկարծ չիմանա, որ այդ գալիլեացիները այդտեղ հավաքվել են, սա հետապնդում էին գալիլեացիներին, որ սպանեն, եւ հանկարծ մեկ էլ Սուրբ Հոգու այդ զորությունը եկավ կրակի լեզուների պես, վախից ոնց է դուր գալիս կրակի լեզուները, այդ կրակը, որ մտավ նրանց մեջ, լսեք այդ վախկոտ առաքյալները, այդ վախկոտ աշակերտները, զորավոր առաքյալներ եւ զորավոր մարդիկ դառան, նրանցից դևերը փախնում էին, հիվանդները բժշկվում էին, եւ նրանք մարգարեանում էին, մարդիկ հազարներով ապաշխարում էին, Պետրոս առաքյալը 3 րոպեանոց քարոզ տվեց 3000 հոգի ապաշխարեց, 30 տարի քարոզում ենք 3 հոգի զորով է եկեղեցի գալի, ուր է զորությունը եկեղեցու, Տերը Հեսուս ուզում է տեսնի զորություն իր տան մեջ, հալելույա, այսօր զորությունը թողել է եկեղեցին։ Իրեք չհամաձայնվենք կրոնական այս արտաքինի հետ, կրոնական այդ ատրիբուտների հետ, մենք երբևիցե չհամաձայնվենք կրոնական տեսքի հետ, որովհետև կրոնականությունը ինքը իրանից վտանգավոր երևույթ է, եւ այս երևույթից պետք է եկեղեցին հրաժարվի, ասի թե ես չեմ ուզում գամ տարիներով քո տուն, քո եկեղեցին եւ կրոնական բնույթ ստանամ։ Իմ տեղը, գիտեք, ամեն մեկը ձեր տեղն եք, չեն ստացվում։ Լաբերի կոստովում եք, ճիշտ ասեք, ամեն մեկը ձեր տեղում եք, կույրեր կամ պրոֆեսյոնալի աս տեղերում եք, ով կարագա ձեր տեղը նստի, տարիներով ատեղ նստած եք, հալելույա, հասկանում եք տարիներով մարդիկ, այսինքն դու, սա ձեր չեմ ասում, դուք լավն եք, տարիներով մի տեղ մի նստի, մենակ լսելու համար, որովհետև ոչ միայն լսողներ եղեք, այլ կատարողներ և կատարողներ, անցեք գործի Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ասա Տեր, ես չեմ ուզում գնամ տեղս տաքացնեմ, մի հատ լավ քարոզ լսեմ, գամ տուն ամեն բան նորից առաջվա պես եղնի, չէ, ես ուզում եմ, երբ որ գալիս եմ տուն, քո զորությունը իմ միջոցով դրսևորվի, ես բարեկամներ ունեմ, ես երեխեք ունեմ, թոռներ ունեմ, ծորներ ունեմ, ես իմ հարազատներ ունեմ, աղբեր, քուր, երեխա, ինչ ասես ունեմ, որոնք դեռ այսօր քեզ չեն ճանաչում, Տեր, թող մի հատ են ձեր զորություն գա իմ վրա, հզոր մի հատ զորություն, որ ես այդ մի զորությամբ, մի հատ խոսքով, մի հատ աղոթքով, մի հատ ձեր դնել աղոթքով, հրաշքերնի, մի բաներնի, ճեղքում երնի, իմ ցեղի, իմ տոհմի, իմ բարեկամների կյանքի մեջ, որ այդ մարդիկ ճանաչեն միակ Տիրոջը եւ Փրկչին Տեր Հիսուս Քրիստոսին, հասկանում եք, այսինքն փոխի քո կյանքը ներսից, մի համաձայնվի այն դառը իրականության հետ, որ այսօր բախվել ես, չէ, այսօր չենք համաձայնվելու դրա հետ, ամեն, որովհետև մենք չենք ուզում կրոնական կերպարանք ունենանք, որովհետև այդ կերպարանքը վտանգավոր է, աստվածպաշտության կերպարանքը, մենք զորություն ենք ուզում, ասենք զորությունն է իմ բաժինը, չէ լավ չեք ասում, զորությունն է իմ բաժինը Տիրոջ հոգու զորությունն է, ես տաճար եմ Սուրբ Հոգու համար, այդ զորավոր հոգին իմ մեջ է ապրում, ուրիշ տեղ չի ապրում, զորությունն է իմ բաժինը, ամեն, դրա համար ինչ անենք, բերեք մի քանի բանել ասեմ, ինչ անենք ու վերջացնենք, առաջի բանը, չհամաձայնվեց գաղջության հետ, ամեն, ասա գաղջություն իմ թշնամին է, գիտեք զարմանալին որն է, Տեր Հիսուս Քրիստոսը ոչ տակի հետ խնդիր ունի, ոչ սառի հետ խնդիր ունի, բայց ես գաղջի հետ խնդիր ունի, գաղջի մասին ասում պետք է փսխեմ, տակի սառի մասին բան չի ասում, տակն է տակ է էլի, Տիրոջ պես տակ է, տակի մասին ինչ ասում, բայց գաղջի մասին ասում է, ամենավտանգավոր խավը, սա գաղջ խավը, հոգևոր ամենավտանգավոր վիճակը գաղջ վիճակն է,
Են որ ոչ տակա ոչ սառնա, են որ ասմա մի քիչ աշխարհ, մի քիչ եկեղեցի, մի քիչ մարմին, մի քիչ հոգի, սենց լավ կլինի, մի քիչ ինտերնետ, մի քիչ էլ օրը մի 5 րոպե աղոթ։ Եկեղեցու մարդիկ կան, որ ասում ես ինչքան ես աղոթում, դե չէ բախտադիր աղոթում եմ, ինչքան, դե քնելուց առաջ մի 5 րոպե գոնյա պիտի աղոթում, շատ սուրապ է, շատ։ Դու պատկերացնում եք քնելուց առաջ 5 րոպե աղոթում են, ինչ հզոր քրիստոնյաներ են սրանք։ Մենք պետք է ծարավացի պես ամեն օր աղոթենք։ Ասենք չհամաձայնվելը հենց սա է, որ դու բերանից վերանալու ես, ով գիտի Տերը որտեղ է իրան սպասում։ Հլա ասեք, տարբերակներ ասեք։ Ծածուկ սենյակում, Տերը օրհնի։ Տերը որտեղ է սպասում, ծածուկ սենյակում, այնտեղ Տերը սպասում է։ Հիմի եթե մեկը իրան տեսնում է, որ ինքը գաղջ է, ինչ պետք է անի։ Պետք է վազի այնտեղ, որտեղ Տերը իրան սպասում է։ Դուրը փակի այդ ծածուկը, մտնի այդ ծածուկը, ինձ ասի Տեր, ախր դու տենում ես, որ ես գաղջ եմ, ես զզվում եմ իմ վիճակից։ Ես ուղղակի չեմ ուզում համաձայնվել իմ վիճակի հետ։ Ես ուզում եմ տաքերնել։ Ամեն։ Ինձ տաքացրա Տեր։ Ախր դու մաշող կրակ ես, ախր դու իրոք երկնքից իջած են զորավոր կրակն ես, են պենտեկոստի օրեն լեզուներով որեկար, են աշակերտների փորից, որ գետեր բխեցին, շատ քրիստոնյաներ, ասենք մի անգամ մկրտվել են, ովքեր որ մկրտվել են, գիտեն ինչի մասին է խոսքը, ասենք շատ շուտ մկրտվել են, մեկ բառ Սուրբ Հոգուց սովորել են։ Արդեն 20 տարի անցել է, և ես նույն քրիստոնյաները, որոնք շատ շուտ 20 տարի առաջ մկրտվել են, երկու բառ գիտեն։ Սուրբ Գիրքը ասում է, որ ձեր փորից ինչ էր կբխեն։ Կենդանի գետեր, չի ասում գետ։ Կենդանի գետեր կբխեն։ Այսինքն սա ոչ թե մի լեզու է եղնելու, երկու լեզու, 3 լեզու, սրանք շատ են եղնելու։ Ամեն անգամ ինչքան դու մտնում ես քո այդ ծածուկ սենյակը, ինչքան Տիրոջ երեսը փնտրում ես, ինչքան Տիրոջ հոգու մեջ խորանում ես, նրա ներկայության մեջ խորանում ես, այնքան քո փորից այդ գետերը նոր ձևով բխում են Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ով համաձայն սրա հետ իրա, ասեք չհամաձայնվի են իրա 20 տարի առաջվա մի գետի հետ, ասի չէ մի գետը քիչ է Տեր, ինձ մի 10 գետ է պետք։ Ես ուզում եմ մի 10 տարբեր լեզուներով, զորություններով, ոգեցություններով դրսևորվի իմ կյանքը։ Ամեն։ Երկրորդ բանը, որ մենք պետք է անենք, պետք է կոշտ և հավատքով արձագանք տանք այդ մարտահրավերներին, որ այսօր աշխարհը մեր վրա ուղղակի բերել է։ Սուրբ բարկությամբ պետք է բարկանանք թշնամուն։ Եթե մենք սուրբ բարկությամբ չբարկանանք, ուղղակի մենք շատ հարցերում պարտության ենք մատնվելու։ Ուրեմն նոր եռանդով մենք պետք է դուրս գանք պատերազմի սատանայի դեմ, նոր ուժով, նոր զորությամբ։ Որովհետև թշնամին մի լեզու է հասկանում, պատերազմի լեզուն է հասկանում։ Որովհետև եթե մենք նրան դեմ չկենանք, են մի հատ եղբայր կար, Սմիթ Վիգենսը, չինեմ լսել եք իր մասին, չեք լսել, Սմիթի մասին, Սմիթը ասում մի հատ շուն ունեի, ասում շատ լավ շուներ, ամեն օր որ ես գնում էի աշխատանքի շունս, գալիս էր իս ճանապարհին, և որ կանգառում կայնում էի, հետո գալիս էր ավտոբուսը, որ պետք է նստեի, ես շանս ասում էի, քուտի ջան գնա դու, ասում է քուտին ոչ թապարտ ասում, գալիս էր ավելի շալվար ես կսվում բան, լեզուն հանում ուզում էր լիզի, ասում է քուտի գնա, ավտոբուսս գալիս է, չէ, ասում է քուտիկը ավելի ես ենց մունջիկ գալիս, հետո ասում է քիչ ավելի ես ասում, քուտիկ դե գնա, ասում է փոքր հեռու էր գնում, նորից էր գալիս, վերջում ասում է որ շատ բան էր անում, որ խփում է ոտս գետնի, ասում է քուտիկս
վազելով փախնում էր գնում էր հայատ։ Եվ ինքը ինչ էր ասում Սմիթը, ասում է Թշնամին երբ որ շատ փափուկ է իր հետ խոսում, շատ ժամանակ չի հասկանում։ Գիտեք, օրինակ Թշնամին չի անում։ Հավ տեսած կլնեք, հավ պահածել կլնեք, հարևանի հավերին եք տեսած կլնեք։ Օրինակ, ձեր հարևանի մի քանի հետ ասել եք, որ այ հարևան ջան, հավերիդ նենց արա, որ իմ այգին չմատնեն, իմ բոստանը չմատնեն, այս հավերին անընդհատ ինչ ես անում, քարով քշում ես, քշ, գնաս դեից, հավը գնում է, մի քանի րոպե հետո գալիս է։ Ինչի կար, որովհետև հավա։ Եվ տերը ուզում է, որ մենք հասկանանք, որ ում հետ գործ ունենք։ Եվ որ մենք գործ ունենք օդի իշխանի հետ, թշնամու հետ, սատանայի հետ, մենք պետք է շատ կոշտել ենք, մենք պետք է շատ կոշտել ենք, մենք պետք է դեմ գնանք նրան, պատերազմի հոգով պետք է զնենք մեզ, և պատերազմենք մեր բարի պատերազմը մինչև վերջ, հակառակ կենելով սատանային և քշելով սատանային։ Եվ եթե դու չես անում, դու արդեն մոռացել ես վաղուց ինչ է պատերազմել և այդ քո աղոթքների մեջ պատերազմի հոգի չկա, վերականգնի այդ պատերազմի հոգին քո աղոթքների մեջ, դեմ կաց օդի իշխանին, կապի նրա զորությունը, հակառակ մնա նրա բերած մտքերին, նրա բերած զգացմունքներին, թույլ մի տա, որ օդի իշխանը որևիցե ոլորտում ինչ որ ձևով հաղթի քեզ։ Ամեն։ Եվ հոգևոր առևտուր մի արա։ Ինչքան կան քրիստոնյաներ հոգևոր առևտուր են անում, այսօր ժամանակակից ուսմունքների մեջ այս հոգևոր առևտուրը շատ է զարգացել։ Ես չգիտեմ, արտաբաց եղբայր, համոզված եմ, որ դուք դեմ եք Բարգավաճ ավետարանի քարոզչությանը։ Այսօր, գիտեք, կոմպրոմիս կա աշխարհի հետ, այսօր Բարգավաճ ավետարան են քարոզում։ Եվ առևտուր են սովորացնում ժողովրդին, Աստծո ժողովրդին առևտուր անել են սովորացնում Տիրոջ հետ։ Տեր, այն այ ես տալիս եմ, գիտես չի, որ դու էլ ինձ տաս։ Ես մի տվեցի 1000 դրամ ու ակնկալիքներ ունեմ, որ 10,000 դրամ սրա դիմաց դուրս տաս։ Եվ Տիրոջ հետ առևտուր են։ Լսեք, Տիրոջ հետ մենք առևտուր մի կա, որևիցե ոլորտում մի կա։ Մի փորձի Տիրոջը համոզել, որ դուք ախր լավն եք, լավ տես, ես անգամ բեր ողորմություն արա, շնորհք արա, ես անգամ բժշկի ինձ կամ ինձ մի հատ փրկի ես դժվարությունից ես անում, ես հաստատ կապաշխարեմ, ես հաստատ կգամ հետո եկեղեցի։ Եվ Տիրոջից ես մտնում են տարբեր առևտուրների մեջ, գործարքի մեջ, որտեղ ես դու սենց արա, հետո ես սենց կամ, մի կամ։ Երբևից է Տիրոջ առևտերի մեջ մի մտնի։ Տիրոջ կամքը հասկացեք ինչ, հասկացեք ինչ հատերը ձեզանից ուզում, ուղղակի անմնացորդ ենթարկվեք Տիրոջ կամքի, ձեզ տվեք Տիրոջ կամքի, խոնարհվեք Տիրոջ կամքի առաջ, առանց առևտուր անելու Տիրոջ հետ, միշտ մեծարեք, այսօր Տերը շատերի համար դառել է հանգերը, իրաց ընկերը, ոնց ուզում են Տիրոջ հետ խոսում են, չի կարելի ցենց խոսալ, վերջերս մի հատ սեմինար էի գնացել, ադե Տիրոջը մենք մի հատ ախպեր ախոսում հովիվար, չեմ ասի անում, ադե Տիրոջը ասի, Տեր, սենց պտի անես, չկա ձև, որ դու սենց չանես։ Ախր եկան զզվելի ասենց բաներ լսելը, եկան զզվելի ասենց բաներ տեսնելը, ոնց, ախր դու կործել ես են ամոթը, տաբուրը, եսիմ են, ամեն ինչը, արդեն այդքան դու լավ տղա ես դարել, նա մի հատ հիշի դու ով էիր, որտեղից ա Տերը քեզ անել, ստեղ դրել է դարար, մի Տիրոջ հետ հենց ես խոսում, դու շնորհիվ դու դարար եսիմ այդ մարդը, այսօր էլ եսիմ ինչ-որ պատասխանատվություն ունես, դու շնորհք եկավ վրիդ, որ դու դա արեցիր, այդ մարդը դարար, լսի մի մոռանա, դա Տիրոջ շնորհքն է։ Եվ ինչքան էլ մեզ սենց պագոներ եղնի, ասենք ծառայության վրետ, այդ խոնարհությունը դմի գործի։ Միշտ ագնացանքով, վախով ու երկյուղով մոտեցի Տիրոջը, նա Տերն է, նա մեր Աստվածն է։ Նրան դու չես կարող նրա հետ քեզ համեմատես։ Եթե նա շնորհք արել, ողորմացել է քեզ, որդեգրել է, որդի է դարձրել, դա չի նշանակում, որ դու պիտի երես առնես։
Ամեն